հայ որտեղ է, որտեղ որ գտնվում ես, Փյուրքում լինի ասենք արաբական երկիրներ կան, որտեղ որ լինի ինքը իր արժանապատվությունը բանում։ Նա որ փնտրում է իրական Հայաստան, պետք է պատմական ունի, այդ կոչված խաղաղությունը դա սուտ է, չի լինելու երբեք։ Մենք պատարակի ժամանակ ասում ենք հանրապետությունը Արցախի, ես դա եմ միշտ ասում։ Դուք պիտի վերադառնաք։ Երբ որ քո մեջ մարվում է այդ պայքարի գաղափարը, դու չես կարող այլևս ապրել։ Տերավետիք, նախ ուզում եմ պատմեք, թե երբ եք Իրաքից տեղափոխվել այստեղ, ինչու եւ ինչու հենց Վահանավանք։ Իմ նախնիները եղել են Վանից։ Իմ պապիկս Ազատ Բաղդասարի Մարտիրոսյանը եւ նաեւ Մորական կողմ, որ Մորական կողմս ազգությամբ ասորի է, իրենք էլ Վանից են տեղահանված, հա, այդպես, չեմ ուզում ասեմ փախել երբեք, դա ճիշտ չի, որով այդ ժամանակին դե ջարդի ժամանակ բոլորի վրա հարցակվել են, հալածել են, մորթել են, ջարդել են, փշրել են եւ տեղահանել են այդ մարդկանց եւ այդպեսով եկել են մինչեւ Իրաք են հասել եւ ես հիշում եմ ես հայրիկիս հայրը Ազատին ես չեմ տեսել, բայց մայրիկիս պապիկը Արմուշ էր անունը, ազգությամբ ասորին իրեմ տեսել եմ եւ շատ է դարքիր միշտ ասում էր ինձ տարեք երկիր, միշտ ասում էր ես փոքր էի 10-11 տարեկան էի եւ ոնց որ մենք այդ պապիկի պատգամն ենք, հա, կատարում ճիշտ է փոքր հայրենիքում մենք հիմա, բայց այդ մեր պապերի երազանքը անպայման պետք է մի օր իրականանա, թեկուզ մենք չհասցնենք անելու, կարող է մեր երեխեքը եւ կամ թորները կատարեն դրա համար միշտ այս խոսքը ասում ենք, նա որ փնտրում է իրական Հայաստան, պետք է պատմական ունի, թե պատմական չի գա, ինչի վրա պետք է հիմնվի, հա, այդ իրական Հայաստանը եւ այսօր մենք գտնվում ենք հենց այստեղը Վահանավանքում, որ հենց այդ վկայում է, հա, մեր պատմական Հայաստանը, որ նաև Արցախը մեջն է գտնվում։ Տեսեք, մենք քիչ առաջ այնտեղ տեսանք, չէ՞, այդ արձանագրությունը Ստեփանոս Աղվանից կաթողիկոսը, որ էլի նույն խոսքն է ասում են նեղյալի տաճկած, այսինքն եկել են էլի նույն այդ ջարդարեր են, մորթն են արել եւ մարդկանց այնտեղից տեղը հանել են, չեն թողել, որ ասենք թեկուզ մարդը, ասենք մի բան վերցնի հետ եւ այլ սարսափելի է եղել, որ այսօր մենք էլի նույնը տեսանք, ինչպես որ այո, եւ սա մեզ համար տեսեք, որ ասում ենք պատմականը մեզ համար հիմք է, էլի չեն օգտվում այդ պատմությունից։ Ասեմ, ինչա տեղ ունեցել։ Այնտեղ այդ հալածանքը որ եղավ, այդ մարդիկ տեղահանվեցին եւ եկան այստեղ, ինչի այստեղ եւ ասեցի ձեզ, որով իրենց աղջիկները հարս էին Սյունիքում եւ ամուսնացել են մեր սյունյաց թագավորների հետ, Շանդուխտը, Կատան եւ նաեւ Սենեքերիմը հետո դարձավ ինքը թագավոր, եթե մոտավորապես ասենք 1090 թվականին, ասենք օրինակ մեր դարձանագրությունը եթե տեղի ունենա, 1105 թվականին հենց այդ խումբը եկել են այս անգամ հարցակվել են Կապանի վրա, այսինքն Սյունիքի վրա, հա, հարցակվել են։ Հետո այստեղ տեղի է ունենում մի փոքր, չագերտներով, այսպես ասենք, խաղաղություն է, մի փոքր, բայց հետո տեսնենք, որ դրանից հետո արդեն ոչ մի մինչև 1170 թվականն ալի Սյունիքն ալ չկա, ամբողջը իրենք գրավել են եւ այլ եւ ես տեսնում եմ հայի եւ թուրքի խաղաղությունը լինելու է այն ժամանակ, երբ որ արաբը, մուսուլմանը եւ հրեան իրար հետ խաղաղ նստեն։ Երբ են նստելու խաղաղ, ոչ ալ կնստեն, չի կարելի։ Ես կոչ չեմ անում, ասենք ատելության կամ պատերազմ կամ դες բան չէ, բայց մենք կոչ ենք անում արդարության։ Մենք դա է մեզ կարևոր։ Մենք պետք է արդարություն։ Եվ նորից եմ կրկնում, երբ որ հաշտվին արաբու հրեան այդ ժամանակին հայը եւ թուրքը կարա հաշտվի, չի լինելու։ Այդ կոչված խաղաղությունը դա սուտ է, չի լինելու երբեք։ Դա ասեմ կարող է մի փոքր դաթարա, բայց ոչ մենք, ոչ ալ իրենք կարան օրինակ եմար մորանա։ Անձամբ մենք չենք, ես անձամբ չեմ կարա մորանա այս ամբողջ մեր տղաների
արյունը, որ ինքը պահանջում է արդարությունը։ Պատերազմը ձեզ ստիպեց, որ դուք վերադառնաք։ Տեսեք, ասեմ ձեզ, մենք պատերազմ շատ տեսել ենք, քաղաքացիական պատերազմը շատ տեսել ենք, չեմ ուզում ասեմ, չենք վախեցել, բայց գիտեք ինչ է, մենք ունենք հայրենիք, այնտեղ ծննդավայր է, ես չեմ կարող ասեմ, որ այնտեղ մենք այո, մենք ապրել ենք, այնտեղ տարբեր տեսակի ազգերի հետ մարդկանց հետ ապրած ենք։ Տուն եք դրել։ Հայրենիք չէ, հա, ամեն ինչ եղել է, բայց այնտեղ հայրենիք չի։ Այո, մենք այնտեղ ունենք համայնք ունենք, հայ համայնք ունենք, որ փայլուն համայնք է, ասեմ ձեզ, եւ ոչ ոք չի կարողանում այդ համայնքին, ասենք, մի հատ վատ բան այդպես ասի, որովհետեւ հայը ունի պահում է իր արժանապատվությունը ամեն ուր։ Իսկ ինչ նմանություններ կան Իրաքի քրիստոնյաների ու Արցախի հայերի ճակատագրերի միջև։ Հա, ինչ նմանություն հարկա, եթե տեսնենք 2000 ավելի շատ 2000 բնականաբար ասեմ Իրաքում նախքան հանրապետությունը լինի, դեռ Օսմանական կայսրությունը, դեռ ջարդուփշուրը արել են, էլի, այդ քրիստոնյաներին հալածել են, բոլոր քրիստոնյաներին։ Եվ չմոռանանք, Իրաքը Ասորստան է եղել, չէ, հիմա Ասորստան երկիր չի գա, այսինքն տեսնենք ամբողջությամբ եւ ամենավատ բանը այն է, որ այսօր ովքեր որ այնտեղ են բնակվում, այսինքն որ ինչ որ ասում են ովքեր որ հողի վրա է, այդ հողի տակինը ասում են մերն է, բայց իրանցը չի եղել։ Պատկերացնում եք, ով որ հողի վրա է, իր այդ հողի տակին իրանը չի եղել։ Իսկ այսօր կանգնած լինելով այս հայկական հողի վրա, զգում եք, որ միաժամանակ եւ տանեք եւ ոչ։ Չենք ասում, չենք կարոտելու, բնականաբար այդ հայերս մեզ համար այնտեղ ծննդավայր է, բայց այնտեղ կան քրիստոնյաներ, որ ոչ հայ են, ասես ասած, իրանք իրենց արդեն ոչ թե միայն ծննդավայր, իրենց հայրենիքն է։ Բայց ցավոք այսօր իրանք չեն այդ հողի վրա։ Իրանք ոնց որ դարձել են երկրորդականը։ Հիմա դուք ավելի լավ եք ձեզ։ Դե բնականաբար հարկա, որ ասես ոտը դնում ես հայրենիքում հանգիստ։ Նույնիսկ ափսոսում եք, որ ավելի վաղ չեք եկել։ Տեսեք, ես մի բանից ափսոսում եմ, չգիտեմ, սա իմ անձնական բան եմ ասում, ես կորցրել եմ իմ հայրը Իրաքի-Իրանյան պատերազմի պատճառով։ Ես ափսոսում եմ, որ այդտեղի համար էր այդ ասինքն հայրիկից բաղճանվել, այլ ոչ թե հայրենիքի, այսինքն իր ծննդավայրի համար։ Նորից եմ ասում, հայը որտեղ է, որտեղ որ գտնվում է, Սփյուռքում լինի ասենք արաբական երկիրներ կան, որտեղ որ լինի ինքը իր արժանապատվությունը պահում է եւ այդ երկրի համար ամեն ինչ անում է։ Մեր արցախցիներից պատմությունները տարբեր է, բայց նաեւ ցավը ինչ որտեղ նման։ Տեսեք, չեմ կարող ասի ոչ մի տարբերություն, որովհետեւ նույնն է։ Նույն ամեն ինչ նույնն է։ Մարդիկ հանգիստ նստած իրենց տեղ, հա, ի տարբերություն մեկ ճիշտ է, որ այնտեղ, ասինքն հայրենիքը չի։ Այնտեղ ասինքն ծննդավայրն է։ Ու ձեր կամքով եք վերադարձել, իսկ բնականաբար մեր կամքով, բայց կան մարդիկ շատ, որ ստիպված են եղել դուրս գալ։ Ես անձամբ իմ կամքով եմ դուրս եկել, բայց մարդիկ կան այնտեղ եւ հայազգությամբ եւ այլ քրիստոնյաներ իրենց ստիպել են նաեւ դուրս գա, որովհետեւ արդեն գալիս են այսպես մի հատ նամակ են ուղարկում, մեջս էս մի հատ փամփուշտ գրում են, այսքան ժամանակ ունես, դուրս գաս, դուրս չգաս, մենք քեզ կոչնչացնենք։ Այսպես շատ բաներ է տեղ ունեցել։ Եվ անձամբ մեզ ալ եղել, անձամբ ինձ ալ եղել է, որպես հոգեորական, ասենք, քանի անգամ ասեն որ սենց կանենք, այդպես կանենք, բայց ինձ համար դա Իսկ Արցախի մասին Ուրեմն ես Արցախում չեմ եղել անգերց ասած եւ ցավում եմ չեմ եղել։ Միայն եղել եմ պատերազմի թող ասենք չեմ ուզում ասեմ ավարտելուց, որովհետեւ պատերազմը չի ավարտված։ Եղել եք, չի նշանակում։ Այդ ժամանակին եղել եմ նոյեմբերի 19-ին եղել եմ դիզափայտ կատարովանք։ Այդ օրերին Այո, նոյեմբերի 16-ից վտանգավոր էր։ Այդ Խայդարակ կապիտուլ ստորագրությունը տեղ ունեցավ նոյեմբերի 9-ին, 10 օր հետո մենք գնացել ենք այնտեղ։ Ես գնացել եմ։ Այն ժամանակ մեր կապանցու զավակներից մեկի հետ միասին գնացինք Ձեր որոշումներ։ Չէ, ամենը հրավեր էր, որ զինվորներ կային այնտեղ, 2 հոգի, որ ցանկանում էին մկրտվեին։ Այնտեղ քանան չէր կարա հասնի, որով այն կողմով փագեր, մենք հակառակ ուղղությամբ այնտեղ բարձրացանք։ Եվ այդ ժամանակ մեզ
ասենք տարան, սկիզբը մինչև լիսագորեր, ընտեղ այդ խաչմերուկը, հետո թեքվեցինք, մտանք, չգիտեմ, տարածքը ես լավ չգիտեմ, բայց դա հադրութի տարածաշրջանն է, չէ՞։ Հա։ Մենք այնտեղով մտանք, մի օր գիշերեցինք հենց Խծաբերդ, եւ քարուքանդ է խայտարակ էր վիճակը, ահա որ։ Եվ հետարքիր ինչ էր, որ միան այս ուղղությամբ, որ մենք գնում էինք, ասենք, միան էս էր մեր պահպանվածը, իսկ ասենք այն կողմով իրանք էին, ձախ կողմով իրանք էին, աջ կողմով իրանք էին, մենք մի հատ մուտք կար, միան այդպես մտանք եւ արողակարգը արեցինք կատարու վանքում, ես նկարել եմ այնտեղ խաչքարերը, եկեղեցին, այդ հուշատախտակը որ կա, որ այնտեղ վկայում է կատարու վանքի եւ էդի պահել եմ, ասեմ ձեզ իմ մոտ, ես միշտ տենց եմ մտածել, որ Աստված մի առած է, սենց է ասում, ասում եթե հանգարց գան վերցնեն եւ այլ ես գոնե փաստ ունեմ, ցույց տալ ասում եմ ախպերս իմերն է, սա ուրիշի չի, ասենք, եւ շատ հետարքիր վանք էր անգած ասած, ես միջեմ մեծ միշտ լավ հիշում եմ, ծուն էր ասեմ, ճանապարհներ ոտով գնացել ենք, ամբողջ բարձրացել ենք եւ այդ տղաներին այնտեղ տեսած եմ եւ իրոք ափսոսում եմ, տղաները ամեն ինչ արեցին պահպանելու համար, բայց ցավոք իմ հետ գալուց 3 կամ 4 օր հետո այդ տարածքն էլ հանձնվեց։ Արցախը հիմա կա ձեր աղոթքներում։ Հարկավ, ինչպես չէ, մենք պատարակի ժամանակ ասում ենք հանրապետություն Արցախի, ասում ենք միշտ հիշատակում ենք, չեն կարա, չի կարելի, տեսեք, ամոթ է հայի, որ Արցախին չի շիրահոտներում, շատ ամոթ է, թե չէ մենք այսքան տարի ինչի համար ենք պայքարել։ Ճիշտ է, տեղի ունեցավ սխալներ եւ այդ սխալների պատճառով է ասեմ։ Տեսեք, թող ինձ ասվածների բայց տեսեք Աստվածաշունչ ինչ ասում։ Այն մարդը, որ իր հողը չի գնահատում, որ Աստծուց տված է, Աստծուց տված էր մեզ։ Եվ տված է Տեր մեզ, բայց երբ որ չես գնահատում, ինքը քեզնից վերցնում է եւ տալիս է թշնամուն։ Որը դու չես գնահատում, դու մսխում ես։ Այդ դրա համար, այդ տեղի ունեցավ։ Ցավում եմ, բայց թող Աստվածների մեր ազգին եւ որպեսզի նաեւ նորից արժանի լինի դառնալու իր հայրենի հողին։ Իսկ ինչպիսի հոգևոր ու մշակութային կապ եք տեսնում այ Վահանավանքի ու Արցախի վանքերի միջև։ Ոչ մի տարբերություն չկա, ոչ մի տարբերություն։ Տեսնում ենք մեր նախնիները, որ իրենք երբ որ կառուցում էին եկեղեցի, նպատակ կար։ Ոչ թե կառուցում են, որ այնտեղ, չգիտեմ, ներեկել այսպես արտահայտության մարդում փառաբանելու։ Տեսեք, կառուցել են երկհարկ եկեղեցին, որովհետև ժառանգ չունեին, օրինակ, տեսեք, նպատակի է։ Կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որովհետև Վահանը առողջական խնդիրներ ուներ, հա, բայց կառուցել է, որովհետև առողջանալուց հետո կառուցել է շնորհակալություն, ասենք, ասելու Աստծուն համար։ Եվ էլի ունենք, ասեմ դες, այս երկուսն ենք տեսնում այստեղ, մնացած 3 եկեղեցիներ ունենք հողի տակ են։ Երիցվանքը եթե եղել եք, Երիցվանք ունենք ավելի հին Բեխի անապատ կամ Տանձափարախը այն ուղղությունն է։ Երիցվանք մեզ մոտ էլ կար։ Հա, Երիցվանքը, հա, այնտեղ է։ Տեսեք անուններն են, ասենք նման։ Եվ բնությունը, հեսա, մի հատ տեսեք բնությունը Արցախն է, ոչ մի տարբերություն չկա, մեկը մյուսին ոչ թե մեկը մյուսին լրացնող է, հա, պես ասենք, հա, մեկը մյուսին լրացնող է։ Ինչ ասեմ, մենք պետք է մերոնք այդպես անեն, որպեսզի այդ պատմությունը չկրկնվի։ Տեսեք, ինչ եմ ասում։ Այստեղ եկան հարձակվեցին Արցախ, հետո հարձակվեցին Սյունիք, որովհետև իրենք կարծեին, որ ահա, խաղաղություն եկել է, այդքան բավական է։ Այդպես չի։ Երբ որ քո մեջ մարվում է այդ պայքարի գաղափարը, դու չես կարող այլևս ապրել։ Մենք հիմա սովորացնում ենք մեր երեխեքին, որ դուք պետք է այդ պայքար բառը Տեր Ավետիք, հիմա վտանգի տեսնում եք, վտանգի տակ են հայկական եկեղեցիներն ու վանքերը։
Այս պայմաններում ինչպես պահպանել այդ հոգևոր արժեքները։ Հոգևոր արժեքները մենք այդ վանքերը, որ ասենք այժմ որ գտնվում են Արցախում, ճիշտ ասած մենք մեր աղոթքներով ենք հիշում։ Այդ ամենա հզորը այդ մեր աղոթքներն են։ Իսկ մնացածը ինչքան որ շենք քանդեն, այդ միությունը չի քանդվում։ Երբ որ տեղի ունենում այսպես բաներ, մենք պետք է չասենք, որ հա, թող եղավ։ Չէ, մենք պետք է արձանագրենք, ասենք սա 1, 2, 3, այդ արձանագրությունը մեզ կարևոր են։ Եվ այդ արձանագրությունը ոչ թե մենք պետք է անենք, նաև պետք է անի այն մարդիկ, ովքեր որ այսօր երկիրն են ղեկավարում։ Իրանք պետք է այդ արձանագրությունը անեն։ Լավ, չեն անում, գոնե այդպես անենք մենք, որպեսզի մի քանի տարիներ հետո դա լինի որպես փաստաթուղթ, վկայություն։ Այստեղ մի բան կար, հիմա չի գա։ Ինչ է նշանակում այդ եկեղեցին պատմամշակութային չեր եւ այդ։ Ինչ է նշանակում դա։ Պատկերացնեք մի հատ ասեմ։ Եթե հանգարց մի օր հայը, ասենք, կպներ մի հատ մուսուլմանական, ասենք, սրբավայր։ Ամբողջ իսլամական աշխարհը մեր վրա գտավեր։ Ամբողջ պատկերացնում ենք։ Հիմա ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդ բծախնդրությունը չի գա։ Չի գա։ Ասում եմ, հա, տեղի ունեցավ։ Պատկերացնես, եթե այնտեղ մեկը հայտարարեր իրանց սրբավայր ասեր, հեսես տեղի ունեցավ։ Դրանք ոչնչացնում են այդ մարդուն, ասում են, ո՞նց ես խոսում այդպես սրբավայր է։ Այդպես ես գնահատում սրբավայրը։ Իսկ ինչ եք կարծում, դրսի հայերը ավելի միասնական են, թե Տեսեք, բոլոր տեղերում կան հայեր միասնական, կան հայեր ոչ միասնական, բոլոր տեղերում կա, բայց Սփյուռքը ինքը կարոտ է հայրենիքին։ Այդ է հարցը, կարոտ է հայրենիքին, այդ դրա համար։ Ավելի ճիշտ է կարող ինքը հողի վրա նստած չի ինքը, բայց այդ կարոտը կա, բայց ցավոք կան սերունդ, որ երևի իրանց մի քանի սերունդ հետո այլևս իրանք էլ արդեն ծուլված են։ Իրենց համար հետարքիչ եւ կա այդպես։ Տեր Ավետիք, հիմա այստեղ բնականաբար գալիս են արցախցիներ, հարկավ գալիս են, այո, կնունք անելու։ Այո, գալիս են արցախցիները եւ միշտ ասում են, որ այստեղ ձեր պապերը էլի այստեղ են թաված, հա, ցույց եմ տալիս։ Պատմում եք այդ Այնտեղ պատմությունը։ հետարքիր արձանագրությունը քիչ առաջ տեսակ սոփի թակույնն է, սևատանն է, Այո։ որ այնտեղ հետարքիր արձանագրության մեջ գրված է Զոքանչ Գրիգորիկ, գնաք կտեսնեք Գրիգորի։ Լսելով նրանց պատմությունները, ինչ եք զգում, արդյոք այդ միացնում եք ձեր ցավը նրանց, թե առանձնացնում։ Ոչ, ընդհանրապես նախ եւ առաջ ինձ եմ զգուշացնում, որ տեսեք, այդ մարդկանց նույն ինչպես որ ասում են, թե մենք ճիշտ ասած չենք հավատում ճակատագրի, բայց այսպես են ասում, այդ նույն վիճակի մեջ ալ մենք չընկնենք մի օր։ Ցույց տալով իրենց նշանակում է մենք էլ մեզ ենք ցույց տալի, ասում ենք, հա, զգուշ, որ նայում եմ մենք Արցախից տեղանվածներին, այսպես նայում եմ, ասում եմ, այնքան պետք է զգուշ լինենք, որ այդ նույն վիճակի մեջ մենք էլ չգտնվենք։ Անցնելու է, ասեմ ձեզ, անցնելու է։ Սա ժամանակավորապես է, քանի որ մենք Աստծուց հեռացանք, բավականին հեռացել ենք։ Եվ այդ դրա համար Աստված մեզնից վերցրեց, տվեց թշնամուն։ Հիմա կգա պահը, որ հակառակը լինի, մենք արժանի կլինենք, բայց պետք է դա չմոռանանք, երբեք։ Չի կարելի, երբ որ այսպես տեղի ունենում բաներ, ասինքն ոչնչացնում են սրբավայրը եւ չի կարելի այդպես խոսալ։ Ավելի լավ է չխոսալ, հա? Ավելի լավ է թող բան չասեն, հա? Ավելի լավ է միշտ ասել եմ դու այսօր նստել ես երկրի, ասինքն, չգիտեմ, ինչ պաշտոն ունի, ավելի լավ է մի խոսա, թող կարող է քո զավակը, չգիտեմ իր զավակը կամ թոռը խոսա, բայց ուրիշը կա քո փոխարեն խոսա, ճիշտը խոսա։ Ինչի համար մենք ցեղասպանություն մինչև հիմա շատ երկրներ կան, որ չեն ճանաչել, որովհետև կան մարդիկ, որ ճիշտը չեն խոսացել, հա? Ճիշտը չեն կարողացել։ Այսօր ուզում են էլ ոչնչացնել։ Մենք շփվելով նրանց հետ, նաև այդ ցավը մենք ապրել ենք, որովհետև սա առաջի անգամ չի, որ քրիստոնյաներին հալածում են։ Մենք դրանք դա ապրել ենք։ Եվ երբ որ իրենք, ասենք, պատմում են եւ ասում են, երբեք մենք այսպես
իրանց հետ խոսալուց վերևից էսպես չենք նայում իրանց, որովհետև այդ ցավը իրար հետ պետք է կիսվենք ընդհակառակը եւ փորձում ենք ինչքան հնարավոր մենք օժանդակենք այդ մարդկանց օգնություն բերենք եւ ամենակարևորը հույս տանք որ պիտի վերադառնան։ Ես դա եմ միշտ ասում, դուք պիտի վերադառնաք։ Սա ժամանակավոր մի կանգար է սա։ Դուք պիտի վերադառնաք։ Ես չեմ ասում քշել, չէ, ներողություն, թող դες չհասկանան։ Պիտի վերադառնան հայրենիք։ Իսկ ինչպես հաղթահարենք այն պահերը, երբ թվում է այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել։ Չի կարելի ոչինչ հնարավոր չի կարելի, մարդը որ հույսը կտրում է վեր։ Հիմա տեսեք, ինչ ասում, մենք մոտավորապես 1725 տարվա ազգս քրիստոնեություն ընդունում է որպես պետական կրոն։ Ինչ ունենք քրիստոնեության հիմքերից մեկը, որ այսպես ասում, մարդը այս կյանքից հետո ունի ուրիշ կյանք, որ կոչվում հավիտենական։ Այսինքն ասում են ընջեցյալները հարություն պետք է անեն։ Քրիստոս ասել է խոսքը 2000 քանի տարի առաջ։ Հիմա ինչ։ Չի լինելու։ Չի կարա չի լինելու, ինքը լինելու է, բայց ասում է օրը ժամը դե մենք չգիտենք։ Այսինքն մենք պահում ենք այդ, հա, Քրիստոսի այդ խոսքը, որ ասում է, մարդիկ դի հարություն անեն, ընջեցյալները հարություն պետք է անեն։ Դե քանի տարի անցավ, չէ՞, շատ, բայց այո, տեղի է ունենալու։ Հիմա ինչպես եք տեսնում Արցախը։ Հիմա ես այդ եմ տեսնում, որ տեղի է ունենալու միայն համբերությամբ։ Հույս չկտրել եւ չի հաստատվել։ Խնդրում եմ, ես ասում եմ, մի հաստատվեք էլի։ Դու չես կարա Պապիկս դարձավ, չի դարձել, բայց ես եմ դարձել, հա, այդ եմ ուզում ասեմ։ Ինքը չի կարողացավ, զավակը չի կարողացավ, թորը կարողացավ։ Այ դա եմ ասում, որ երբեք թող չի հաստատվեն, ինչի՞ չի հաստատվում։ Թողեք, չես կարանի, միշտ ասել եմ, չես կարողանում, մի արա, մի խոսաբար, թող։ Ես շատ անգամ տեղի ունեցած, երբ որ այստեղ տարածաշրջանում, որ սկսեցին հանձնել տարածքներ եղավ, ասում այսօր ստորագրություն եւ կնիքը ձեր ձերքում է։ Երբ որ դու այդ փեչատը դնում ես, ասում ես այս հողի միջի, անցնում է մի 100 տարի, 200 տարի, այդ քո փեչատածը պատմական փաստ է դառնում։ Ավելի լավ է չանես։ Մի արա, թող ուրիշը կանի, ճիշտ ձևով կանի, ինչի պիտի հանձնվեք։ Ամենահեշտ բանը մարդուն ինքը հանձնվելն է։ Պատարակի ժամանակ ասում ենք հետևյալը։ Նաև Հանրապետություն Հայաստան եւ Արցախ աշխարհի զորացուցեց եւ պահպանեցեց համար ամս ընթովանյավ ամենազոր աչոկը իշինության, ի խաղաղության եւ ան սասանության։ Այս աղոթքը միշտ ամեն պատարակին յուրաքանչյուր քանը ասում է։ Հիմա մնացել է գործը, որ մարդը պետք է չվախենա, չի հաստատվի, հետ չկանգնի։ Եթե չի կարող անել, ուժ չունի, թող, բայց թող այդ պայքարը, այդ բառը, թող փոխանցի իր զավակին, թորնիկներին, որ կարողանան անեն։ 650 տարի չի գործել, ոնց է գործում այսօր։ Ինչքան տարի մենք պետություն չունեինք, ոնց եղավ, որով մարդիկ պայքարեցին։ Կային խառնագիչներ, որ ասում են, եկեք խաղ ապրենք, առևտուր անենք եւ այն։ Ոչ, այդպես չի կարա լինի։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, լավ մնացեք, Աստված շատ օրհնի ձեզ եւ հույս ունեմ, որ դուք էլ մի օր կվերադառնաք ձեր տները։ Դուք էլ կհասցնեք լինել Արցախի այն վայրերում, որտեղ չեք եղել։ Անպայման, այս անգամ ես ասել եմ, եթե ասված դա արժանանանք տեսնելու Արցախ աշխարհը, անպայման պետք է այնտեղ լինենք։ Դա Աստված։ Դա Աստված։